Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունին մասնակցելու նպատակով Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցության կողմից ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար 48 ժամ տալու մասին դուք հիմի չեք կարող այս պահին ոչ առարկել, ոչ խոսել եւ ոչ նիստ ընդմիջել։ Երբ որ նման հնարավորություն ունենալու ձեզ, այսպես ասենք, նման իրավունք կտրվի, այդ ժամանակ դուք կարողանաք ձեր կարծիքը արտահայտել։ Որովհետեւ այս պահին նիստի օրակարգի նախագիծն է քննարկվում, երբ որ կլինի հարցի քննարկումը եւ այդ ժամանակ ձեզ կարող ես նիստը մի հատ հետաձգեք միջև շարունակելը։ Քոչարի ազգային վերածնունդի կներկայանաք դուք ով եք։ Քոչարի ազգային վերածնունդի ռազմական կուսակցության նախագահ Արտակ Սարգսյան։ Մեզ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը միայն 3 հատ թույլատրել օգտագործել անձնական հաշիվս, որպեսզի կատարեն վճարումը։ Ձեր կառույցը կոռուպցիայի կանխարգելման կառույցը տուպիկի մեջ է, ինձ հաշիվ չեն բացում, առաջարկում Հարգելի Սարգսյան, այդ ամենի մասին կխոսեք, կներկայացնեք, երբ որ կանդրադառնանք հարցի քննարկմանը։ Ձեր կուսակցության, երբ որ ձեր կուսակցության վերաբերվող օրակարգային 48 ժամ եք տալիս, 48 ժամը Պարոն Սարգսյան, իմ հետ մի խոսեք հավասար։ Լսեք, պարոն Սարգսյան, լսեք ինչ եմ ասում։ Դուք գտնում եք Կենտրոնական ծրագրական հանձնաժողովում։ Ես ներկայացնում եմ, պարոն Սարգսյան, ուշադիր լսեք, խնդրում եմ, ուղղակի լսեք, ինչ եմ ընթերցում, լսեք, ինչ եմ ներկայացնում, ես ներկայացնում եմ, պարոն Սարգսյան, չեք լսում, ես ներկայացնում եմ նիստի օրակարգի նախագիծը։ 48 ժամ, վաղը ոչ աշխատանքային օր է, մեզ մնացել է բանկի Պարոն Սարգսյան, դուք մենախոսություն եք, կանչել եք սեր, որ մենակ խոսակ, մենք էլ գնանք։ Դուք ուր եք։ Պարոն Սարգսյան, չեք կարող, դուք չթողել, որովհետև դուք հիմի ձեր չվերադառնաք ձեր օրեկո տրված իրավունքներին, ուղղակի է ձեզ դուրս կհրավիրել, որտեղ դուք իրավունք չունեք Կենտրոնական ծրագրական հանձնաժողովի նիստ ընդհատել, նիստը չթողել։ Բա մեզ ինչ եք կանչել։ Ձեզ կանչել են, որպեսզի դուք իրազեկվեք ձեր կուսակցությունների կամ դաշինքների հետ կապված եթե կամ փաստաթղթերի թերություններ, որպեսզի այդ մասին իրազեկվեք եւ գնաք շտկեք։ Ես էլ ձեր պարտականությունները ասեմ, պետք է ապահովեք հավասար պայման։ Այո, եթե պարոն Սարգսյան, հավասար պայման չեք ապահովել։ Մեզ հնարավորություն չեք տվել հաշիվ բացելու։ Պարոն Սարգսյան, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձեզ չի կարող հաշիվ բացելու հնարավորություն տալ ձեր կուսակցությանը։ Պետական բան բացեք, որ չընկնենք այս Քոչարի։ Պարոն Սարգսյան, դուք հիմի արդեն ասում եք քաղաքական ելույթի։ Դուք Կենտրոնական ընտրական հանձնաժողովում եք, այստեղ չեք կարող քաղաքական ելույթ ունենալ։ Ինչ ընտրություններ է։ Թաղային ընտրություններ է, թե քաղաքական։ Պարոն Սարգսյան, դուք Կենտրոնական ընտրական հանձնաժողովից դուրս կարող եք ձեր քաղաքական մոտեցումները ծրագրեր ամեն ինչ ներկայացնել։ Դուք այստեղ գտնվում եք որպես ձեր ազատ արդար պայմանները չեք ապահովել մեր։ Պարոն Սարգսյան, դուք հիմի խանգարում եք նիստը շարունակելու։ Հասկանում եք։ Մենք հնարավորություն ունենք այդ խոսել ես։ Այո, ես ընդամենը 10 րոպե դա եմ ձեզ բացատրում։ Առաջարկեցի, որ նիստը հիմիկվանից հետաձգեք, իզուր, որովհետև դուք էլի պետք է նիստ անեք, որոշեք մեր կուսակցությունը ոնց եք ապահովելու հավասար պայմաններ։ Ոչ մեկի ժամանակ ասի, որ չկորի, վաղը ոչ աշխատանքային օր է, եկեք այս։ Պարոն Սարգսյան, մենք վաղներ ենք աշխատելու։ Հիսորներ ենք աշխատելու, պարոն Սարգսյան։ Ավելին ամսի 3-ին էլ աշխատել են, որովհետև այդ օրը արդեն քննարկել են կուսակցությունների գրացման հարցերը։ Ու պիտի խնդրեմ, որպեսզի նստեք, զբաղեցնեք ձեր տեղը եւ չխանգարեք նիստի ընթացքը։